Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 14-ի համար, ամսվա բոլոր նշանների համար, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը, գնայինք խոյերին, Ինչ է սպասվում խոյերին մայիսի 14-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք առավոտյան, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը, ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք նաև հանդիպում պետական աշխատողի հետ, կամ աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցեր կան, որոնք որ կլուծեք, նաև կխոսեք աշխատանքի մասին, ինչ-որ մարդկանց հետ, կարող է տան անդամներով նաև որոշեք, խոսեք, աշխատանք չկա եւ այլն, նման հարցեր։ Նաև այդ օրը կարող եք նաև այնքան խոսել աշխատանքից, որ կամ աշխատանքը դարձել ձեզ համար գլխացավանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 14-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը կարող եք այցելել հիվանդանոց կամ բժշկի կամ նմանվայցեք կենտրոն, կոսմետոլոգի մոտ և այնտեղ եկեղեցանի մարդիկ կան, ինչ-որ, կամ պետք է գնաք, դիմեք, ինչ-որ պահեր են այստեղ, որ եկեղեցանի մարդկանց կարող եք նաև հանդիպել այդ օրը։ Հուզվում եք օրվա ընթացքում այստեղ հանդիպում կամ շփում կապված է տղամարդու հետ, միգուցե դրա հետ է կապված այդ հուզմունքը, կարող է պետական աշխատող է և դա է պատճառը, որ հուզվում եք իրեն տեսնելու համար։ Երկար սպասված հեռախոսազանգ կստանաք, շատ եք սպասել այդ հեռախոսազանգին, շատ կարևոր է կարող է ձեզ համար դա։ Տեղեկատվությունը նաև, որ հեռախոսազանգի միջոցով կարող եք ստանալ։ Կամ զանգարում են, ասում են փաստաթուղթը ուղարկել ենք, փաստաթուղթը կա, նմանվայցեր պահել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 14-ին։ Հարգելի եկվորյակներ, այստեղ առավոտյան ինչ-որ մի բան փակ է, չի ստացվում անել, և դուք կարող եք կտրուկ քայլ անել, այդպես արագ կողմնորոշվել, արագ որոշում կայացնել, թե ինչ պետք է անեք հետո։ Նաև եկեղեցանի մարդիկ կան ձեր շրջապատում, և օրվա ընթացքում հուզվում եք, նաև կարող եք արտասվել։ Միգուցե դեռ չեք կարողանում ինչ-որ հարցին լուծում տալ, կամ անսպասելի է ինչ-որ մի բանը փակվում ձեզ մոտ և չեք կարողանում, որ քիչ տատանվեք, ինձ թվում է կկարողանաք այդ հարցին լուծում տալ, ավելի շատ տատանվում եք, քան կոնկրետ բան մտածում։ Գուցե ինչպես անեքի փոխարեն ուրիշ բան եք մտածում այստեղ։ Ինչու եղավ, կարող է դա եք մտածում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 14-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը
Ուրեմն, սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մեկին, այստեղ կանգնած սպասում եք, հեռախոսազանգի եք սպասում, կամ ձեր սպասելու ընթացքում զանգարում եք ինչ-որ մեկին եւ այդպես երկար սկսում իր հետ խոսալ։ Օրվա ընթացքում որոշ գործեր կզարգանան, առաջ կգնան ի վերջո եւ հանկարծակի լուր նաեւ այդ օրը կլսեք, կստանաք։ Այսքանը, ուրիշ ոչինչ չունեք ձեզ համար, ձեզ հաճելի։ Օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին մայիսի 14-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը մտքերի մեջ կլինեք, ինչ-որ բանի մասին կմտածեք, ինչ-որ մեկի մասին կմտածեք, օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, նաև ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ են։ Եվ իհարկե, օրվա ընթացքում ձեր գործերը որքան հնարավոր է առաջ կմղեք, առաջ կտանեք, բավականին էմոցիոնալ կլինեք, հնարավոր է, որ շատ գործ եք կարողանում հասցնել, առաջ տանել, եւ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար, միգուցե առիթ է, առիթի համար եք այդպես, գործերը առաջ մողում եւ ամեն ինչ հասցնում եք այդպես էմոցիոնալ ի վերջո նստում եք սեղանի շուրջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 14-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեք, կամ պետք է այցելեք, կամ տեսակցության, կամ ձեզ համար նաև կարող լինել կոսմետոլոգի մոտ եք այցելում, ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար եւ երեկոյան դեռ էլի մտածում եք ինչ անեք, ինչպես անեք, կամ ինչ-որ մեկի մասին կմտածեք, կամ ինչ-որ բանի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 14-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը բավականին հուզված եք, գուցե հուզված եք արտանում, գուցե երազի հետ է կապված, ոնց որ ես այսօր շատ անդուր երազ եմ տեսել։ Ժամանակ առ ժամանակ նման անդուր երազներ շատ եմ տեսնում, դա նրանց է, որ վրաս գործողություն են ժամանակ առ ժամանակ ուզում անել եւ այդպես ես տեսնում եմ երազիս մեջ։ Նաեւ այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն կանեն, նաև դա կարող է գործարք է, որը կնքում եք, կամ հարսանիքի կհրավիրեն ձեզ, ինչ-որ ցիկլային աշխատանք է, դրա համար եք հուզված արթնանում, որ շատ անեք, շուտ անեք, հասցնեք ամբողջը, որ տաք մարդկանց, սպասում եք գումարի, կամ մարդկանց, որ գումար վճարեք իրենց, կամ հստակ գումարի եք սպասում։ Նաև ինչ-որ բան է ուշանում, չգիտեմ գումարն է դա, թե ինչն է, բայց մոտավորապես 2 ամիս այն կարող է ուշանալ։ Եվ ոմանց սեր խոստովանեն, սիրված կլինեք, հարազատների շրջապատում կլինեք, կարող եք սիրահարվել նաև, կարող եք շամադրության գնալ։ Այդ օրվա ընթացքում կարող եք նաև ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել։ Կարիերայում բարձրունք ունեք, առաջ խաղացում ունեք, ինչ-որ չափով տարբերությունը կնկատեք, կամ ավելի շատ է աշխատանքը, կամ ավելի կարևոր գործեր են ձեզ տալիս, որ անեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 14-ին։
Հարգելի կայշներ, այդ օր ձեր գործերը կփորձեք հնարավորինս առաջ տանել, նաև կհանդիպեք ոչ թե պետական աշխատողի, ոչ թե մասնագետի հետ, միգուցե իրար հետ փորձեք ինչ-որ մի հարցին լուծում տալ, իրար հետ ձեր գործերը առաջ տանք, օրվա ընթացքում որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք։ Նաև ոչ թե լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որ ձեր տրամադրությունը շատ կբարձրացնի։ Եվ հետո սպասելու եք, ինչ-որ մեկին եք սպասելու կամ ինչ-որ բանի եք սպասելու։ Նաև ճանապարհ կամ դուք կգնաք կամ ձեզ մոտ կգան։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորների։ Տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորների մայիսի 14-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը շատ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, որ շատ կուրախանաք դրանից, նաև տան հետ կապված ոչ թե հարցեր են, միգուցե տան հետ է վերաբերվում այդ լուրը, ոմանք տեղափոխություն է սա, ոմանց համար միգուցե ինչ-որ բորկա եք անում, վերանորոգում եք սկսում կամ ավարտում եք վերանորոգումը, հյուրեր եք ընդունում կամ առիթ եք նաև տանը։ Օրվա ընթացքում հաջողություն ունեք։ Յուրաքանչյուր ոլորտում դա կարող է լինել այդ հաջողությունը։ Նաև ոմանք այցելեն բժշկական կենտրոն, ոմանք պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը։ Նաև սա գերհոգնածություն է, որ կարող եք զգալ, որ բավականին շատ եք հոգնել օրվա վերջ։ Հեռախոսազանգ կունենաք այդ օրը նաև եւ կարող եմ փորձել ձեզ նաև մոլորեցնել, ուշադիր եղեք, բայց թե կարող եք ինչ-որ մի լուր լսել, այդպես փուչիկի նման ինչ-որ մի բան կարող է պայթել։ Որպես տեղեկատվություն, նորություն ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրների մայիսի 14-ին։
Հարգելի այջեղջուրներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, ով սիրային առումով է, մեկ այլ առումով, նաև հեռախոսազանգ ունեք, այդ օրը նաև կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, կտրուկ քայլ անել, դա կարող է նաև անմտածված, անսպասելի նաև որոշում կայացնել և սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 14-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օր առավոտյան մի փոքր տխուր եք, մի քիչ տենց դժվար օր է, շատ հեշտ օր չէ։ Մի փոքր տխուր եք այդ օր առավոտյան, նաև կարող եք վիճել ձեր սիրելի մարդկանց հետ, ձեր հարազատների հետ, ձեր երկրորդ կեսի հետ նույնպես։ Նաև ուզում եք հանդիպել կամ խոսել ոչ տղամարդու հետ, դժվարություններ կան կամ իր մոտ է դժվարություններ, գալիս է ձեր տուն, ձեզ է դիմում կամ ձեր տանը պետք է մնա, կամ այստեղ տան հետ կապված հարցեր են եւ այդ տղամարդը ինչ-որ հարցեր են, որոնք որ պետք է լուծեք, դժվարանում եք լուծել, որտեղ խոչընդոտներ կան։ Կամ այստեղ տունը ազատելու հետ կապված դա կարող է լինել կամ մեկ այլ ինչ-որ բան է, կամ ընտանիքի անդամ է ցույց տալիս։ Կամ իր մոտ է, կամ վիճել եք, հետո դժվարանում եք իրար հետ հաշտվել։ Օրվա վերջ հանկարծակի լուր կլսեք, անսպասելի լուր եւ նաեւ բարի լուր, հա, կարող է այդ անսպասելի լուրը լավ լուր է ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 14-ին։
Հարգելի ձկներ, այդ օր առավոտյան ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ բանի համար տխուր եք, այդ օրվա ընթացքում այստեղ ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա, միգուցե հիվանդի հետ է կապված, միգուցե ձեր հանգստի հետ է կապված, ի վերջո հանգստանում եք, բայց դեր տրամադրությունը կբարձրանա այդ լուսավոր մի բանից, ոմանք կայցել են բժշկական կենտրոն, ոմանք կայցել են նաև հիվանդանոց ինչ-որ մեկին այցելելու համար կամ կոսմետոլոգի մոտ, դեղատուն նաև կարող եք մտնել, ի վերջո ձեզ թույլ տան, որ դուք հանգստանաք, լիարժեք լիցքաթափվեք, ժամը ձեզ համար շատ կարևոր է լինելու կամ ժամեր կարող եք փոխել, կամ ինչ-որ մեկի հետ պայմանավորվել, կամ արդեն պայմանավորվել եք ու շատ եղեք, որպեսզի չուշանաք, կամ սա ուշ ժամի տուն գալ է։ Եվ ինչ-որ բան է ձեզ մոտ ուշանում, կամ ձեզ ասում են, որ ուշանում է, ժամանակ է հարկավոր ինչ-որ բան անելու համար, ինչ-որ բանի համար, չգիտեմ, հետ վերադառնալու, գալու, ինչ-որ պահեր են այստեղ։ Եվ նաև եթե ուշանա ինչ-որ մի բան, ապա մոտավորապես մինչև 3 ամիս ենք ուշանա։ Կամ ինչ-որ մեկը, սպասում եք, որ ինչ-որ մեկը գա եւ դες ասում է, որ չի կարող հիմա գալ, որովհետև դեռ 3 ամիս պետք է մնա նոր գա, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։